Վրաստանի ազգային բանկի 2025 թվականի տարեկան հաշվետվությունն այսօր կլսի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը։ Փաստաթուղթը պատգամավորներին կներկայացնի ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան։ Ըստ հաշվետվության 2025 թվականին ազգային բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականության արդյունքում գնաճային սպասումները պահպանվել են կայուն։ 2025 թվականին գնաճը կազմել է 4%։ 2025 թվականին ուժեղ մակրոտնտեսական հիմնարար գործոնները ազգային բանկին հնարավորություն են տվել զգալիորեն համալրել միջազգային պահուստները։ Այս միտումը շարունակվում է նաև այսօր։ 2026 թվականի ապրիլի դրությամբ պահուստների ծավալը գերազանցում է 6 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Մայիսի 17-ի երթը և կաթողիկոս պատրիարքի քարոզը արդեն երկրորդ օրն է, ինչ քաղաքական գործիչների գնահատականների թեմա են։ Ընդդիմության համար քարոզի էությունն ու նշանակությունը հասկանալի են, սակայն նրանց խոսքով այլ հարց է, թե սոցիալական և ֆինանսական վիճակից ելնելով որքան են ընտանիքները կարողանում երեխաների համար նվազագույն պայմաններ ստեղծել։ Ընտանիքի սրբության օրվան նվիրված երթից հետո նոր պատրիարք Շիո III-ը հանդիսավոր պատարագ է մատուցել և իր քարոզում ուշադրություն է հրավիրել ժողովրդագրական հարցերի վրա։ Նրա խոսքով երկրի ժողովրդագրական վիճակը մտահոգիչ է և երջանկությունն այն ընտանիքներում է, որտեղ յուրաքանչյուր 2 կամ 3 տարին մեկ երեխա է ծնվում։ Առողջապահության նախարարությունը և բժշկական հաստատությունները պատրաստվում են հազվադեպ նյարդամկանային հիվանդություններով, այդ թվում Դյուշենի մկանային դիստրոֆիայով հիվանդ պացիենտների համար նոր ծառայության գործարկմանը։ Դյուշենից բացի խոսքը վերաբերում է նաև ողնաշարի մկանային աստրոֆիա և բեկերի մկանային դիստրոֆիա ունեցող պացիենտներին, որոնք կստանան տարբեր մասնագիտացման բժիշկների ծառայություններ։ Առողջապահության նախարարը հանդիպում է ծրագրին միանալ ցանկացող կլինիկաների ներկայացուցիչների հետ։ Քննարկումը տեղի է ունեցել Ցիցիշվիլի անվան մանկական կլինիկայում։ Նախարարը զննել է ախտորոշման և ամբուլատոր բաժանմունքները, զրուցել բժիշկների հետ։ Նոր ծառայությունը, որը կգործարկվի մոտ ապագայում, պացիենտների համար նախատեսում է ամբուլատոր, ստացիոնար և հետազոտական ծառայություններ։ Անվտանգ խաղալիքներ մանկապարտեզներում։ Այս թեմայով տեղեկատվական հանդիպում է անցկացվել վերահսկողության գործակալության և Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կազմակերպմամբ։ Մասնակցել են Թբիլիսիի 190 մանկապարտեզների ներկայացուցիչներ։ Նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը խաղալիքների անվտանգության չափանիշների և գործող օրենսդրական պահանջների վերաբերյալ։ Մասնակիցները ծանոթացել են անվտանգ խաղալիքների ընտրության և գնման գործընթացում անհրաժեշտ պահանջներին, ինչպես նաև վտանգավոր արտադրանքի հայտնաբերման և դրա մասին հաղորդման մեխանիզմներին։ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացմանը նպաստելու մեղադրանքով ձերբակալվել են Մոլդովայի 2 քաղաքացիներ։ Սամեգրելո Զեմոսվանեթի իրավապահները մեղադրյալների անձնական խուզարկության, ժամանակավոր բնակելի տան և ավտոմեքենայի խուզարկության ժամանակ, ինչպես նաև տարբեր վայրերից, որպես եղենապացույց առգրավել են մեթադոն թմրամիջոցի 31 փաթեթ գրանուլաներ և փոշենման նյութ։ Հանցագործությունը նախատեսվում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Հարձակում է իրականացվել Աբու Դաբիի ատոմային էլեկտրակայանի մոտակայքում։ Անօդաչու թռչող սարքով իրականացված հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղի ունեցածը տեղական կառավարությունը վտանգավոր էսկալացիա է անվանել։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 3 անօդաչու թռչող սարքեր երկիր են ներթափանցել արևմտյան կողմից, որոնցից 2-ը հաջողվել է խոցել, սակայն 3-րդը ընկել է ատոմային էլեկտրակայանի տարածքի մոտ։ Զոհեր չկան և հարձակումը չի ազդել ռադիոլոգիական անվտանգության մակարդակի վրա։ ԱՄՆ-ի նախագահը մայիսի 19-ին կհանդիպի ազգային անվտանգության թիմի հետ։ Թրամփը թիմի անդամների հետ մտադիր է քննարկել Իրանում ռազմական գործողությունների վերսկսման հնարավոր տարբերակները։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով նախագահը ցանկանում է պատերազմն ավարտել դիվանագիտական ճանապարհով, սակայն Իրանի կողմից նրա պահանջների մերժումը ռազմական տարբերակը կրկին վերադարձրել է սեղանին։ ԱՄՆ-ում մայիսի 17-ին նշել են ազգային աղոթքի օրը։ Ամերիկա 250 միջոցառման շրջանակներում ամերիկացի ժողովրդին դիմել են ԱՄՆ-ի նախագահը, փոխնախագահը, պետքարտուղարը և պատերազմի նախարարը։ Դոնալդ Թրամփը հավաքված ժողովրդին ընթերցել է հատված Թագավորությունների առաջին գրքի 9-րդ գլխից, իսկ Փիթ Հեգսեթը քաղաքացիներին կոչ է արել աղոթել այնպես, ինչպես 250 տարի առաջ աղոթում էր երկրի այն ժամանակվա նախագահ Ջորջ Վաշինգտոնը։ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ազգային հրապարակում անցկացվել է աղոթքի օրվան նվիրված միջոցառում, որտեղ տարբեր կրոնների ներկայացուցիչներ հավաքվել են աղոթելու։
Կաննում վրացական գինու ընդունելության ժամանակ Վրաստանի ազգային կինոկենտրոնը ոչ պաշտոնական միջավայրում հյուրընկալել է համաշխարհային մակարդակի պրոդյուսերների, փառատոների ծրագրավորողների եւ աշխարհի առաջատար կինոարդյունաբերությունների ներկայացուցիչների։ Քննարկվել են ապագա համագործակցության հարցեր, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններ եւ վրացական ֆիլմերի ներկայացումը օտարերկրյա գործընկերներին։ Կինոարդյունաբերության ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է կոնկրետ արդյունքներով։